մենք գտնվում ենք Լոռու մարզի Տաշիր բնակավայրում, այս պահին եկել ենք Երեմյանների ֆերման։ Ես վաղուց էի ուզում նկարել որևէ ֆերմա, որևէ հետաքրքիր ֆերմա։ Կենդանիների մասին բլոգ պատրաստելը ընդհանրապես շատ հաճելի գործ է, այն էլ այսպիսի գեղեցիկ մաքուր ֆերմայում։ Ես որպես այսպես քաղաքում մեծացած մարդ շատ քիչ եմ հնարավորություն ունեցել ընտանի կենդանիների հետ շփվելու, դրա համար երբեք առիթը բաց չեմ թողնում։ Հրումյակ նայեք, սիրուն կովիկներ են։ Նրանք շատ խնամված են իրոք։ Համարակալված են։ Ոյ, ամին եղացի։ Այս քիչ չեմ ուզում նրանց ճաշի ժամին խանգարել։ Շատ սիրուն են։ Հիմա ցույց տամ ինչպես է կերակրումը տեղի ունենում։ Ստանում են իրենց կերախառնուրդը, հատուկ մշակված ֆորմուլաներով կերախառնուրդներ են, վիտամիններով հարուստ, համեղ կաթի համար անհրաժեշտ բոլոր էլեմենտները այս կերի մեջ կա, ասում են։ Տեսնեք նրան դուր է գալիս։ Նայեք, ինչպես է կատարվում կերակրումը։ Կերի մեջ։ Հավասարաչափ, տեսակ ոնց կերակրեց։ Տեսա։ Մի հատ հետարքիր բան կա, նայեք ժողովուրդ։ Ամեն կողմ իր կանգնելու տեղը ունի, անկախ նրանից, որ բոլորը ազատ պահվածքով են, ամեն կողմ ինքը սովորած տեղից։ Օրինակ ես կողը, եսի գնա, հաջորդ օրը ընդեղից ուտի, մյուս օրը ընդեղից ուտի։ Դա ինչպես եք սովորեցրել։ Իրանք տենց են, ամեն մեկը ոնց որ իր այդ բանը ունի, էլի տեղը։ Առաջին օրը կանգնեցնում եք եւ կարգապահ են։ Չէ, իրանք գտնում են ամեն մեկ իր տեղ, իրանց հիերարխիան ասած։ Կերի մասով ներկայացնեմ, որ ինքը արդեն խառնված կերախառնուրդներ, այդ հարցն էլ ձեզանից եղավ ինչա դրա մեջ, օրինակ սիլոսա, սենաժա, եգիպտացորենա, հատիկ աղացած, գարիա, այդ ամբողջ կերախառնուրդն է, որը որ այս մեր մեքենան իրան խառնում է համապատասխան ռացիոնով ու արդեն կերակրումն է իրականացնում։ Մի փոքր նաև ներկայացնեմ մեր ֆերմայի սարքավորումների հագեցվածության մասով։ Նշեմ, որ տեխնիկան սարքավորումները ամբողջներ են գրել Եվրոպայից, շատ երկար ժամանակ փորձի փոխանակումների գնալով ընտրել ենք այն լավագույն սարքավորումները եւ տեխնիկաները, որոնք որ հնարավորություն են տալիս մեզ կարողանալ ճիշտ եւ որակով իրականացնել մեր աշխատանքը։ Օրինակ, դրանցից է սկրեպերները, հա, քերիչները, որոնք որ գոմախտի հեռացումն են անում, օդափոխությունը, որը որ երբ որ 18 աստիճանից բարձրացավ ջերմաստիճանը, ավտոմատ արդեն միանում է վենտիլյատորները, հա, օդափոխությունը իրականացնում է։ Իրանց ձեզնից հարց եղավ վզին ինչեր է, ինքը վզին համարներն է ռեմենի վրա եւ տակը արդեն իրանց չիպերն են, հաշենիկներն է, որոնց այդ չիպերն է, որը որ ամեն մեկը ունի իր ինդիվիդուալ այդ համարը եւ ֆերմաներում տեղադրված անտենաների միջոցով ցույց է տալիս, թե բոլոր կովերի առողջական վիճակը, իրանց ակտիվությունը, անասնաբուժական աշխատանքների համար, վերարտադրության մասով, այսինքն կենդանիները, եթե ցանկության են լինում, արդեն ակտիվության դատչիկներով ցույց է տալիս կենդանիների ակտիվությունը, համաձայն դրա արդեն սերմնավորողը իմանում է էֆեկտիվ սերմնավորման ժամանակ եւ սերմնավորումը։ Այդ դատչիկները ցույց են տալիս, երբ որ մտնում է կթարան կենդանին, իդենտիֆիկացնում է, որ համարի կենդանին է, որը որ ծրագիր մուտք է լինում եւ որտեղ արդեն երևում է այդ կենդանու կաթի քանակը։ Այդ ամբողջ process-ն է, որը որ արդեն վերջնական ծրագրում հավաքվում է ու դառնում է ամեն կենդանու համար անհատական քարտ,
առողջության, իրանց վերարտադրության, մթերատվության մասով անհատական քարտերա լինում, որով որ արդեն կարողանում ենք կառավարել ամբողջ process-ը ֆերմային։ Միջինում մեր մոտ կաթի 34 լիտր է, կաթի միջինը որ տարեկանով որ հաշվում ենք 9500, 10000, ունենք կենթաներ, որոնք որ մինչև 13000 ռեկորդներ ունեն, բայց միջինը դա է մեր ֆերմայի։ Այստեղ մեզ պատմում են իրենց կենթանիների մասին եւ այսպես շատ մեծ սիրով են նրանց մասին խոսում։ Այստեղ հենց նոր ասում է, որ իրենց կենթանիները ստրես են ապրում, երբ անծանոթ մարդիկ մեծ խմբով մտնում են իրենց մոտ։ Ահա այդպիսի բաներ։ Մտածել եք այդ մասին, որ կարող է ովը ստրեսի մեջ հայտնվել անկոչ հյուրերի ներկայությունից։ Ամեն 8 ժամը մեկ կթի process-ն է, կթարանում ուրեմն կթվելուց հետո կաթը խողովակներով Չի գալիս ուզե։ Ավելի համարձակները կան։ Ինչ է, բնավորություններ ունեն տարբեր։ Բոլորը ունեն իրենց յուրօրինակ բնավորության գծերը։ Ինչպես մարդիկ։ Եվ եթե նկատում եք հանգիստ են իրենք։ Շատ հանգիստ են, այո։ Սային վիճակում չեն Ոչ, իրենք։ ուրիշ բան, որ ես մոտենալով մի քիչ ստրես եմ առաջացնում։ Կայնում են։ Իսկ այսօր կարող է ձեր կաթը քիչ լինի։ Գիտեք ինչի, որովհետև ես մոտենամ, նրանք այդ պահին չեն ուտում։ Հետաքրքրվում են իմ նկարահանման տեխնիկայով։ Չէ, այդպես չի, այդպես արագ չի, բայց իրենք սիրում են։ Այսպիսի ֆերմայում ես չեմ ասեմ ձեզ։ Եվ տպավորված եմ ինչ խոսք։ Այս ամբողջ process-ները ինչը որ ներկայացրեցի, այո, հիմքը կերն է, որովհետև կենթանու առողջական վիճակի, կենթանու մթերատվության համար ամենաառաջնայինը դա կերն է։ Իսկ որպեսզի կերի որակը կառավարելի լինի, ամենահեշտը երբ որ մենք ենք դա ցանում եւ մենք ենք կարողանում այդ ամբողջ որակի մասով, ճիշտ ժամանակին հավաքելու մասով, ճիշտ որակով իրան անբարելու մասով այդ ամբողջ process-ը որպեսզի մենք անենք։ Մենք ունենք ֆերմային կից դաշտեր, որտեղ որ մեր հիմնական կերերը, այսինքն սիլոսը եւ սենաժը առվույտի, սիլոսը եգիպտացորենի, ամբողջը մեր դաշտերում ցանում ենք։ Հասկանում եք, սա գարու արդ է։ Նայեք արդեն ինչ լավ աճել է գարին։ Սա է սերմից սեղան։ Ուրեմն այդ սերմը կդառնա այդ խտա կերը, այդ խառնուրդը, կերախառնուրդը։ Այս կողմում գարին ենք տեսնում, այս կողմում տեսնում ենք եգիպտացորենի արտը։ Այնուհետև դա կհասնի կովերին, կովը կաթ կտա, կաթը կգնա արտադրամաս, կմշակվի, կդառնա 60 տեսակի արտադրանք, կհասնի մեր տներում եւ մենք կնախաճաշենք, մեր երեխաներին կկերակրենք հրաշալի, այսպես էկոլոգիապես մաքուր սննդով։ Եվ շնորհակալություն, որ մեզ բերեցին, ցույց տվեցին։ Սա այսպես ստացվում է գովող, գովազդային նյութ, բայց հիմա ես ինչպես կարող եմ չգովել, երբ տեսնում եմ ահա այսպես իրենց անասունների համար ոչ թե ձեռք են բերում, ներմուծում են ինչ որ անորակ կերեր, ել չեմ ասում, որ գյուղերում շատ հաճախ այն սննդային աղբը, այսպես ասած, ինչ որ պետք է թափվի, դա են տալիս անասունին եւ այլն, այստեղ նրանց համար հատուկ հյուրասիրությունը պատրաստվում է։ Եվ զարմանալի չէ, այս ընկերությունը նաեւ հյուրընկալության ոլորտում շատ հայտնի է եւ նրանք ըստ երևույթին սնունդին լինի դա կեր իրենց կենթանիների համար, լինի դա սննդամթերք մարդկանց համար շատ լուրջ են վերաբերվում եւ դա չի կարող լինել այսպես ձեռքի հետ։ Խնդրեմ նայեք այս արտը։ Այս արտը այն հատիկն է, որից գալու է դեպի ամբողջ շղթան, ամբողջ ցիկլը փակելով գալու է հասնի կատնամթերքի ձևով սպառողին։ Եվ հավաքելով սիլոսաստում ենք մեր հորերի մեջ, այնտեղից արդեն տարին 12 ամիս անդադ կարողանում ենք կերակրել։ Կերախառնուրդ, որպես կերախառնուրդ կթու կովերի, այսինքն մենք կախված թե կովը ինչ կարգավիճակում է, ցամաքի շրջանում է, հղիության վերջին շրջանում է, հիմա մենք հիմնական կթուների մասով կարամ ասեմ, ուրեմն որպես կերախառնուրդ
38-40% չոր նյութերի պարունակությամբ կերախառնուրդ 55 կիլոգրամ իրանք ուտում են 1-24 ժամվա մեջ եւ մեզ տալիս են 34 լիտր կաթ հետագայում ինչքան եթե մենք բարձրացնում ենք արդեն կաթի քանակը որը որ մեր նշած ողնա 40 լիտրը այն ժամանակ արդեն ավելի շատ են ուտելու այսինքն իրանք պետք է շատ ուտեն որ կարողանան ավելի շատ կաթ տալ Շերտով վերցրեց կերախառնուրդը ներսում ավելի խառնում է եւ կարևորը չտնել մեքենայի տակ տեսնում եք self-line system է սա ինքնուրույն սիստեմ է ինքնուրույն համակարգ է ավտոմատացված ահա այն շերտը երևում է որտեղից որ օպերատորը նկարում է հենց այդ կանգնած տեղում մեքենան վերցրեց կերախառնուրդը խառնեց հիմա կովերը կգնան կաթը կտան հետո կգան նորից կսկսեն ուտել հանգստանում են կերան հիմա անցան հանգստի մի փոքր անց արդեն գնալու են նաև կթի այստեղ մի հատ կովիկ կա այնպես մոդայիկ գույն ունի այդպիսիները քիչ են Հələ նայեք ինչպիսի մասաժ է ստանում ասենք որոշեց գնա մասաժի ահա հələ նայեք հրաշք է կուզեի այս հաղորդումը դիտեն նաև ֆերմերային տնտեսություն ունեցող մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվող մեր գյուղացիներից տեսնեն թե ինչպես են պահում կովերին լավ արտադրանք եւ լավ արդյունքներ ստանալու համար Ովին չի կարելի նայել միայն որպես այսպես կաթի կարաս ակնկալելով կաթ պետք է նրանց սիրել ու խնամել այլ կերպ հնարավոր չէ այնքան հայացքը հասկացող ես վախեցավ մենք իրարից վախեցանք ես այսքան մոտիկից կով չեմ տեսել իրենք այսքան մոտիկից չեն տեսել լրագրող ուտում են գնում են անցնում են մասաժով իրենք արդեն գիտեն ահա ամբողջ մարմնով մասաժը անցնում շատ հույս ունեմ որ լավ երևում է եւ այնքան հետաքրքրությամբ են հետևում իմ աշխատանքին կովիկ բարև օջուն աչքերը խելացի Հետաքրքիր է, այս կովերը պոզես չունեն, դա ինչպես Փաստորեն ինչ, եթե փնտրում ես, գտնում ես եղջյուր ունեցող մեկ կովտեսա և նա ուներ միայն մեկ եղջյուր Մյուսներին է երևի կարծում եմ փոքր ժամանակ դեռ երևի հեռացնում են, որովհետև այստեղ նրանք չունեն, այսպես ասած, պայքարելու կարիք սնունդի և կյանքի համար Հա, ես մնացի ես կողմում, տեսնում եք, ճանապարհը փակվեց Ես սկսում եմ մի քիչ վախենալ Անցնում են, գնում են կթի Ահա, գիտեն իրենց ճանապարհը Կարող է հիմա բացեն, թե չէ Ահա, վայ, իսկ ես գիտեք մնացել էի հակառակ կողմում Մի քիչ վախենալու է, որ չգա հանկարծ ինչ-որ մի կով, ես վախենում եմ Գնացի Շատ էի հրապուրվել Հեռացել եմ և իմ վրա դուրը փակել էին Շարունակում ենք ծանոթանալ ֆերմայի աշխատանքին Հասկանալի է Որ դեպքում կարող է կաթը լինել Կաթ Մաքուր լինել Կաթից կաթի հոտ գա Եվ այն լինի սննդարար
Այն դեպքում եթե անասունը ահա այսպիսի ֆերմայում է ապրում, Մեկ վանդակում 136 գլուխ է, այսպես ունենք 4 վանդակ ամեն մասնաշենքում եւ ունենք 3 մասնաշենք։ Այսինքն ինչքան կողմ 1500 գլուխ իրանք կովեր, կով, խղի եւ սամակ վիճակում ու պլյուս արդեն իրանք մատղաշը, հորթեր, երինջներ։ 10-12 քառակուսի մետր իրանք հասնում է իրանք այս տարածքը, վանդակը, այդտեղից իրանք միայն գնում են կթարան եւ հետ են գալիս։ բոլորը նույն ցեղատեսակի են։ Բոլորը նույն ցեղի են, բոլորը հոշտեին են, կաթնային ուղղության կենթանիներ են։ եւ ես կուզեի բոլորին նկարել, ոչ մեկին չնեղացնել, բայց իհարկե այդքան նկարել հնարավոր չէ։ Ես դեռ պետք է ցույց տամ ինչպես են նրանք մեզ կաթ տալիս։ Մուտքն այն կողստիտակ կողնայ, ուզում եմ մականացրել։ Նայ, երթով մտնում են կողերը, մուտքի ժամանակ դաշիկներ ա դրած, որիքը դաշիկը կաթում է, որ համարի կենթանին է մտնում։ Որ համարի կենթանին, որ կաբինետում է, ստե կաբինետները համար է դարացում, Ֆիքսվեց արդեն, որ կենթանին մտավ, նայ, այս պիտակի վրա օրինակը տեսեք։ Մտավ առաջի պոզիցիայում կանգնած աշխատակիցը փտուկները արտահանում է, հետո գնում է մի քիչ առաջ, հաջորդ պոզիցիայի աշխատակիցը նախագիթանում 4 փտուկից նայում արդեն այդ մաստիկի արիանվան հանգարց չլինի, դրանից հետո անդերոցիկով սրբում է ու արդեն միացնում։ Միացնելուց հետո արդեն հեսա տեսեք, միացված է։ Գալիս է արդեն այն հատված, երբ որ արդեն կաթի քանակը վերջանում է, կապտում է անջատում։ Անջատելուց հետո վերջի պոզիցիայում կանգնած աշխատակիցը զիպինգ է կոչվում, այսինքն բլոկ է դնում պտուկները, այդ բլոկից հետո արդեն իրանք գնում են, տեսեք, դուրս են գալիս ու ինքնուրույն արդեն հետ են գնում։ Դա կովերի շարժը, իսկ հիմա կաթի շարժը։ Կաթը երբ որ միացրեցին սկսում է կթվել, այս բանի կարուսելի ներսում երկու հատ կաթի ընդունում է, մալակապրիոնիկա կոչվում, ոչ դիգոնսոլինի պտուկ։ Այդտեղ հավաքում է կաթը ու արդեն մղում է այս բանի, չժանգոտվող այս մետաղի այս բանով, խողովակով, կաթը սենց մղում է, գալիս է, այստեղ գցում է արդեն բանի մեջ, սառնաների մեջ, նայեք։ Գալիս է այստեղ ճանապարհին մինչև սառնաներ հասնելը, մեր ներքևն է, հետո ներքևից ցույց տամ։ Այնտեղ ֆիլտրեր է դրած, ֆիլտրերի մեջով անցնում է սառը ջրի գովացման մեջով, կաթը ու արդեն գալիս է լցում սառնը։ Սառնանը լցվելուց հետո ջերմաշճանը արագ իջացնում է 2 աստիճան, այդպես պահպանում ենք, որից հետո տեղափոխող մեքենան գալիս է, միացնում ենք մեքենային, դիսկավորում մեքենան կաթում ու արդեն տեղափոխում է։ Հանգիստ կազմակերպված այսպես հանրություն է։ Նրանք ուղղակի գիտեն ինչ պետք է կատարվի, հետո երբ փոխվում է, ես ուզում եի ցույց տալ, նրանք արդեն ոտքով գցում են այդ սարքը։ Այստեղ անգամ մաքուր է տարածքը, որ նույնիսկ չեմ կարողանում այսպես կատակով թրիքմը գտնել եւ կողքով անցնել։ Իսկ գոմախը ծառայում է որպես բնական պարարտացում իրենց արտերի համար։ Եթե հեռվում նայեք, հատուկ եղանակով հավաքում են, մաքրում են, ցամաքեցնում են, չորացնում են, տարբեր ձևով մշակում են։ Ես չեմ ուզում շատ մանրամասն պատմեմ գոմախբի հատվածը, բայց անգամ գոմախը շատ օգտակար է, որովհետև դառնում է պարարտանյութ։ Այ մանկապարտեզը հասել եմ, մանկապարտեզ, ահա այստեղ։ Իրոք սա հրաշք է։ Հորթուկ։ Նայեք ինչպիսին են նրանց տնակները, հա։ Եկա, զարմացավ եւ մտավ իր բունը։ Ու այնտեղից նայում է։ Խնդրում եմ տեսեք։ Սա նայեք մի հատ ինչ լավն է, մաքուր, սիրուն։ Աստված իմ։ Շատ լավն է։ Նրանք էլ արդեն համարակալված են իրենց ծննդյանօրը, այս կովիկը ծնվել է 2026 թվականի, որ ամսին, ապրիլի 21-ին, տարբեր բնավորություն ունեն։ Լուսինե Երեմյանը մեզ ասաց, որ բոլորը ունեն բնավորություն։ Ես հիմա տեսնում եմ, այս մեկը նայեք, ինչպես է խուսափում, նույնիսկ բնի մեջ հեռանում է, իսկ սա ասում է արի սիրեմ։
Այո, այս միտի մարդամուտը նայիր եւ ծնվել է ապրիլի 21-ին այս տարվա։ Բոլորը տարբեր չափի մարդամուտություն են ցուցաբերում։ Մեկը շատ, մեկը քիչ։ Այս մեկը օրինակ ամենավաղկոտն է։ Այս եւ նա էլ ծնվել է նույնպես։ Սա էլ է ծնվել ամսի 21-ին ապրիլի։ Այսինքն հորթուկներ կան այստեղ։ Սա կոչվում է հորթերի մանկապարտեզ։ Հենց հիմա իրենց կերակրման ժամն է, խնդրեմ ցույց տամ։ Հիմա բերում են հերթով, լցնում են կաթը, այն կաթը, որ իրենց մայրիկներն են արտադրել, որից մենք էլ ենք օգտվում մեր ամենօրյա կյանքում։ Բայց իհարկե առաջին հերթին այդ կաթը այս հորթուկների համար է, այստեղ էլ նայեք, երբ երկուսով են մի տնակում, ուրեմն զույգ են։ Զույգով են ծնվել։ Չքան գեղեցիկ են նրանք։ Եվ այսպես շարունակում ենք մեր ճանապարհը Երեմյան ընկերությունում։ Ես շատ տարիներ լուսաբանել եմ գյուղատնտեսություն, բայց ես առաջին անգամ եմ տեսնում հորթերի մանկապարտեզ ու այնքան ինձ դուր եկավ։ Շատ, ուղղակի շատ։ Ջոնո, փոքրիկ, նայեք։ Անվերջ անհամար այստեղ կարող ենք տեսնել այս հորթուկների, նայեք ինչ շատ են նրանց տնակները։ Մեզ ասացին, որ նրանցից ոչ բոլորը կմնան ֆերմայում, կլինեն այնպիսիք, որ կվաճառվեն այլ գյուղատնտեսական տնտեսությունների, բայց եթե այդ տնտեսությունները հավաստիացնեն, որ իրենք ունեն համապատասխան պայմաններ այս հրաշալի հորթուկներին մեծացնելու համար։ Ինչ ջերմաստիճանում է կաթը։ 38 աստիճան, մարմնի ջերմաստիճանը կովի երևի բնական, որպեսզի լինի եւ թեկուզ նրանք արհեստական ճանապարհով են սնվում, բայց սա մայրական կաթ է, իրենց մայրական կաթն է։ Կիր, իսկ ես չեմ խանգարի, կեր։ Օ, լնայ, այո։ Այստեղ էլ այս լնայք հնարավորինս մոտեցրած է, խանգարում ենք, ոչինչ կգա կուտի, հնարավորինս մոտեցրած է բնական վիճակին, բնական պայմաններին, այսպես այս կովիկները մանկապարտեզում ոչինչից զրկված չեն։ Եվ այսպես փոքրիկ բալիկների նման, ահա այս մեկը արդեն խմեց, միջև վերջ խմեց, հələ նայեք։ Տեսնում եք։ Այն մեկը մի քիչ վախկոտ է, իմ ներկայությունը իրեն խանգարում է։ Բայց գիտեք, համենայն դեպս ուտելու ցանկությունը ամեն ինչին հաղթում է։ Կմոտենա եւ կուտի, իսկ ես կնկարեմ ձեզ համար։ Լնայք։ Տեսնում եք։ Այստեղ արդեն մյուսները կերել վերջացրել են։ Մանայք որտեղ եմ ես նստած։ Այստեղ կովերը կտրվում են, թարմ կատն են տալիս, ճիշտ է։ Իսկ այստեղ արդեն սեղանին էս հյուրասիրում են այդ կատնամթերքը, Կարակը Երեմյան, թանը, խնդրեմ մածունը, լցեք տեսնեմ լավն է։ Ռեզանը, Լուսինեն ասաց, որ բոլոր ներկայացված մթերքները իրենց արտադրանքն է։ Ուսամթերքն էլ, կատնամթերքն էլ, պանիրները, կատնաշորը, բարի ախորժակ։ Եվ կատնատու մայր կովերին տեսանք, շատ հաճելի ամառային սա պտույտ էր, էլ չասեմ, թե ինչքան համեղ էր նրանց կաթից պատրաստված կատնամթերքը։ Հիմա իսկ այստեղ Լուսինե Երեմյանը ինտերվյու է տալիս, հարցազրույց է տալիս անգլերենով։ And finishing with the production of the dairy in our factory and delivering the dairy bottled in ecologically clean glass containers to the supermarkets, to the table of our consumers. That's the whole process, which is called seed-to-table innovative model in dairy production. And on top of that, we also use our cow waste
and produce natural fertilizers, which is used in our own land to grow the feed. So you know the rest of the story. 360 degree at the production process, and we have the full control over every step. Is this unique to Armenia? Actually, yes. This is the only dairy production company, Yereman Dairy, which is using this innovative and unique model. And also it's unique for the region. And how many cows do we have here? We have here 2,500 cows, but 1,500 cows are being used for dairy. Ես պետք է գամ այն առաջին փուլին, որտեղից առաջանում է այս ամբողջ ցիկլը եւ մթերքը հասնում է մեր սեղանին։ Դա դաշտերն են, որտեղ արտադրվում է այս ֆերմաներում ապրող կենդանիների սնունդը, կերը, եգիպտացորեն, սիլոս, այնտեղ մեզ թվարկեցին։ Արտս գարին ցանել եմ, տեսնում եք։ Ինչ գեղեցիկ է։ Իդեպ ցիկլը փակվում է նրանով, որ այս հողը պարարտացվում է հենց այդ նույն կովերի արտադրած գոմաղբով։ Այսինքն պտտվում է, այս կերը երբ դառնում է գոմաղ, վերադառնում է էլի հողին, հարստացնում է հողը։ Հիմա եթե ես լռեմ, ուղղակի լռեմ ու ցույց տամ այս արտերը, որոնք Երևան ընկերությունը հատուկ իր ֆերմաների անասունների համար է ցանում, որպեսզի ունենա իր էկոլոգիապես մաքուր սնունդը։ Սա հիմա ինչ է, գովազդ է, գովազդ չէ, սա հենց այն է, որ կոչվում է իրականություն։ Ես ցույց եմ տալիս իրական արտը եւ մնացածը կարող ենք միասին որոշել։ Պետք է սա ցույց տալ, պետք է արդյոք սպառողը իմանա, որ ընկերությունը ամբողջ իր արտադրանքի ցիկլը վերահսկում է։ Հողից որտեղ դնում է սերմը, մինչև վերջին պահը, երբ սպառողը վերցնում է իր ձեռքը մեկ գավաթ հրաշալի սննդարար կաթը։ Այսպես քայլելով պիտի դուրս գամ այս արտից եւ Լոռու մարզից տեղափոխվեմ Երևան։ Ձեզ արդեն պետք է հաջողություն ասեմ, այս բլոգը պատրաստեց Շաքե Աբոյանը։ Ես պտտվեցի այսօր ֆերմաներում, հորթուկների մանկապարտեզներում, արտերում եւ սա ինձ համար լավ օր էր։ Լավ օր ձեզ։ Սա ոսկի է։ Քիչ-քիչ կանաչից դառնում է ոսկեգույն։ Սա կյանքն է։ Կյանք է։ Կյանքը։ Տիկին Երեմյան, շնորհակալություն, որ դուք այդպիսին եք։ Սի որ դուք կաք։